Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին, մեզ մշտապես աջակցելու համար, թե մեկնաբանություններ գրելու, թե ալիքին բաժանորդագրելու եւ թե լուրերը հավանելու համար։ Սկսենք օրվա լրահոսը։ Այսօր Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական վերջնագիրն է ներկայացրել Իրանին զգուշացնելով հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին։ Նրա խոսքով Վաշինգտոնը Թեհրանին տվել է հստակ ժամանակային սահման, մինչև վաղը երեկո, որի ընթացքում Իրանը պետք է ընդունի ամերիկյան կողմի պայմանները կամ բախվի ծանր հետևանքների։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կարճ ժամանակում, 4 ժամում իրականացնել համակարգված եւ զանգվածային հարվածներ Իրանի ողջ տարածքում թիրախավորելով ռազմավարական ենթակառուցվածքները։ Խոսքը ըստ նրա վերաբերում է հատկապես էներգետիկ համակարգին, էլեկտրակայաններին, խոշոր կամուրջներին եւ հաղորդակցության կարևոր հանգույցներին, որոնք կարող են ամբողջությամբ ոչնչացվել ժամերի ընթացքում։ Նա ընդգծել է, որ ամերիկյան բանակի կարողությունները թույլ են տալիս նման գործողություն իրականացնել շատ արագ եւ բարձր ճշգրտությամբ, ընդամենը մի քանի ժամում էական վնաս հասցնելով երկրի հիմնական համակարգերին։ Թեև Թրամփը նշել է, որ նման սցենարը ցանկալի չէ եւ նախընտրելի է դիվանագիտական լուծումը, սակայն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի վարանելու ուժ կիրառել, եթե Իրանը չընդունի ներկայացված պահանջները։ Թրամփը նաև շեշտել է, որ վերջնագրի շրջանակում քննարկվում են ոչ միայն ռազմական, այլև տնտեսական եւ էներգետիկ հարցեր, այդ թվում նավթի ազատ տեղաշարժի ապահովումը տարածաշրջանում։ Նրա խոսքով Իրանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ կամ գնալ համաձայնության, կամ բախվել ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման։ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են նախագահից բացի ԿՀՎ տնօրեն Ջոն Ռադքլիֆը, Միացյալ Շտաբների ղեկավար գեներալ Դեն Քեյնը եւ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդը, որոնք ներկայացրել են Իրանի տարածքում իրականացված լայնածավալ փրկարարական օպերացիայի մանրամասները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի տարածքում խոցված F-15 կործանիչի անձնակազմի 2 անդամներին հաջողվել էր կատապուլտվել եւ հայտնվել էին նրանք թշնամական տարածքում։ Նրա խոսքով անմիջապես որոշում է կայացվել սկսել փրկարարական գործողություն, շեշտելով, որ մենք չենք թողնում ոչ մի ամերիկացի թշնամու տարածքում։ Թրամփը նշել է, որ որոշումը եղել է բարձր ռիսկային եւ կարող էր հանգեցնել մեծ կորուստների, սակայն առաջնահերթությունը եղել է զինծառայողների անվտանգ վերադարձը։ Միացյալ Շտաբների ղեկավար գեներալ Դեն Քեյնը հայտնել է, որ առաջին փուլում հաջողվել է արագ հայտնաբերել եւ դուրս բերել օդաչուներից մեկին։ Նա նշել է, որ երկրորդ օդաչուն ծանր վիրավոր վիճակում հայտնվել է լեռնային տարածքում եւ ստիպված է եղել խուսափել գերությունից, շարժվելով դեպի ավելի բարձր դիրքեր։ Քեյնի խոսքով երկրորդ փուլի օպերացիան իրականացվել է մեծ ուժերով, ներգրավելով տասնյակ կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ եւ այլ ռազմական միջոցներ։ Նա ընդգծել է, որ գործողությունը իրականացվել է ինտենսիվ կրակի պայմաններում, սակայն ավարտվել է առանց ամերիկյան կողմի զոհերի։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռադքլիֆը նշել է, որ օպերացիայի ընթացքում կիրառվել է նաեւ գաղտնի հետախուզական միջոցներ։ Նրա խոսքով օգտագործվել է ինչպես մարդկային ներուժը, այնպես էլ առաջատար տեխնոլոգիաները օդաչուի գտնվելու վայրը ճշգրտելու համար։ Ռադքլիֆը հավելել է, որ իրականացվել է հատուկ խաբեության գործողություն իրանական ուժերի մոլորեցնելու եւ փրկարարական առաքելության հաջողությունը ապահովելու նպատակով։ Ըստ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդի, Միացյալ Նահանգների այս գործողությունը բացառիկ ռազմական հաջողություն է, ընդգծելով, որ նման օպերացիաները հնարավոր են միայն բարձր տեխնոլոգիական եւ համակարգված բանակի դեպքում։ Միաժամանակ վերահաստատվում է հիմնական ուղերձը՝ Միացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած գնով վերադարձնել իր զինծառայողներին, նույնիսկ ամենաբարդ եւ վտանգավոր պայմաններում։ Նախագահ Դոնալդ Թրամփն ասուլիսի ընթացքում հանդես է եկել միաժամանակ քաղաքական, ռազմական եւ տնտեսական բնույթի հայտարարություններով։ Անդրադառնալով ինչպես Իրանի ներքին իրավիճակին, այնպես էլ միջազգային դերակատարների եւ էներգետիկ հաշվարկների հարցերին, Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել մի շարք ամերիկյան մեդիա կառույցների, մեղադրելով նրանց ապատեղեկատվություն տարածելու եւ ազգային անվտանգությունը վնասելու մեջ։ Նա նշել է, որ տեղեկատվական արտահոսքերը կարող են վտանգել ռազմական գործողությունները եւ զինծառայողների կյանքը։ Միաժամանակ նախագահը քննադատել է ՆԱՏՕ-ին, այն հերթական անգամ անվանելով թույլ կառույց, ընդգծելով, որ դաշինքը բավարար աջակցություն չի ցուցաբերում ԱՄՆ գործողություններին։ Նա նաև անդրադարձել է նախկին նախագահների քաղաքականությանը, նշելով, որ տարիներ շարունակ Իրանի հարցը սխալ է կառավարվել եւ ներկայիս իրավիճակը դրա հետևանքն է։ Նրա խոսքով նախորդ վարչակազմերը թույլ են տվել, որ Իրանը ուժեղանա եւ մոտենա ռազմավարական առավելությունների։ Թրամփը ներկայացրել նաև Իրանի ներքին իրավիճակի իր գնահատականը, պնդելով, որ երկրի բնակչությունը գտնվում է ծանր պայմաններում եւ նրա խոսքով Իրանում բողոքները հաճախ ճնշվում են, իսկ քաղաքացիները ենթարկվում խիստ վերահսկողության ու պատժամիջոցների։ Նա նշել է, որ նույնիսկ
նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են ավարտվել բռնությամբ։ Նախագահը շեշտել է, որ իրանցի ժողովուրդը ցանկանում է ազատություն, սակայն չի կարող այն ազատորեն արտահայտել գործող իշխանությունների պայմաններում։ Անդրադառնալով էներգետիկ եւ տնտեսական հարցերին, նախագահն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հորմուզի նեղուցին, որպես գլոբալ նավթային մատակարարումների առանցքային ուղի։ Նրա խոսքով նավթի ազատ հոսքը առաջնահերթություն է եւ Միացյալ Նահանգները թույլ չի տա դրա խափանումը։ Նա ակնարկել է, որ հաղթողի դիրքում գտնվող կողմը պետք է ունենա տնտեսական առավելություններ, օգտագործելով հաղթող կողմն է ստանում հիմնական շահերը սկզբունքը, ինչը ենթադրում է, որ ռազմական հաջողությունները կարող են վերածվել տնտեսական շահերի։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է օգտվել տարածաշրջանային ռեսուրսներից եւ վերաձևավորել էներգետիկ հավասարակշռությունը իր շահերին համապատասխան։ Վերլուծաբանների գնահատմամբ նման բազմաշերտ մոտեցումը կարող է ինչպես ուժեղացնել ԱՄՆ դիրքերը, այնպես էլ խորացնել տարածաշրջանային լարվածությունը, բարձրացնելով լայնամասշտաբ հակամարտության ռիսկը։ Պայքարը նաև դիվանագիտական ճանապարհով է, Միացյալ Նահանգներն ու Իրանը ստացել են հակամարտությունը դադարեցնելու հնարավոր ծրագրի շրջանակը, խաղաղության առաջարկը ըստ հաղորդումների միջնորդվել է Պակիստանի կողմից եւ բաղկացած է երկու փուլից։ Առաջինը անհապաղ հրադադար, երկրորդը համապարփակ համաձայնագիր, որը պետք է ավարտվի մոտ 2-3 շաբաթվա ընթացքում։ Աղբյուրների համաձայն Պակիստանի բանակի ղեկավար ամբողջ գիշեր կապի մեջ է եղել ԱՄՆ փոխնախագահի հատուկ բանագնացի եւ Իրանի արտգործնախարարի հետ։ Իրանը սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Հորմուզի նեղուցը միայն ժամանակավոր հրադադարի դիմաց։ Պաշտոնական Թեհրանը նաև մերժում է վերջնաժամկետներով պայմանավորված առաջարկները։ Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահի խորհրդականը նույնպես ընդգծել է, որ ցանկացած համաձայնություն պետք է ներառի նեղուցով ազատ անցնելիության վերականգնումը։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ եւ արագ փոփոխվող, պահելով ամբողջ աշխարհը սպասման ու լարվածության մեջ։ Իրանի պաշտպանության բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը ներկայացրել է վերջին օրերի ռազմական դրությունը։ Բրիգադի գեներալը նախ ցավակցություն է հայտնել Հայֆայում հրթիռային հարվածների հետևանքով զոհվածների ընտանիքներին, ընդգծելով, որ դա ծանր եւ ցավոտ հարված է երկրի համար։ Խոսնակը հայտարարել է, որ Իրանի օդուժը Թեհրանում իրականացրել է 2 խոշոր թիրախային հարված։ Նրանց խոսքով ոչնչացվել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմին։ Բացի այդ, սպանվել է նաև Քուդս ուժերի հատուկ գործողությունների ստորաբաժանման հրամանատար Ասկար Բարիրին։ Ըստ Իսրայելի նա ներգրաված էր Սիրիայից եւ Լիբանանից Իսրայելի դեմ հարձակումների կազմակերպման մեջ։ Իսրայելական կողմը հայտարարում է, որ այս գործիչները փորձել են վնաս հասցնել ինչպես իսրայելցիներին, այնպես էլ ամերիկացիներին ամբողջ աշխարհում։ Դեֆրին ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով սպառնում է Իսրայելի անվտանգությանը, կոչնչացվի։ Նա նաև նշել է, որ վերջին 1 օրում հարվածներ են հասցվել Իրանի խոշոր նավթաքիմիական համալիրին, որտեղ արտադրվում էին հրթիռների համար կարևոր բաղադրիչներ։ Հարվածներ են իրականացվել նաև Թեհրանի մի քանի օդանավակայանների վրա, որտեղ ոչնչացվել են տասնյակ հրթիռներ, ինքնաթիռներ, ուղղաթիռներ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ շարունակում է հարվածները նաև անօդաչու սարքերի արտադրությանը, հակաօդային համակարգերին, հրթիռների պահեստներին։ Լիբանանում ըստ խոսնակի շարունակվում են ցամաքային գործողությունները Հեզբոլլահի դեմ։ Նշվում է, որ իսրայելական ուժերը ամեն օր ոչնչացնում են տասնյակ զինյալների, ընդհանուր առմամբ ըստ ներկայացված տվյալների արդեն ավելի քան 1000 Հեզբոլլահի մարտիկ է սպանվել։ Խոսնակը նաև անդրադարձել է Հայֆայում տեղի ունեցած հրթիռային հարվածին, նշելով, որ թեև օդային պաշտպանությունը արդյունավետ է, այն լիովին անխոցելի չէ։ Իսրայելի բանակի խոսնակը նաև հայտարարել է, որ շարունակելու են գործողությունները Իրանի, Հեզբոլլահի եւ մյուս ուժերի դեմ, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Բանակը վճռական է փոխելու անվտանգության իրավիճակը եւ շարունակելու է հարվածել բոլոր սպառնալիքներին, ավարտել է Դեֆրինը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ արձագանքելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարի սպանությանը։ Նա հայտարարել է, որ Իրանի թշնամիները, որոնք ըստ նրա արդեն պարտություններ են կրել, դիմում են ահաբեկչական մեթոդների։ Խոսքը վերաբերում է Սայեդ Մաջիդ Խադեմիի սպանությանը։ Խամենեին ընդգծել է, որ Խադեմին տարիներ շարունակ ծառայել է երկրի անվտանգությանը, հետախուզության եւ պաշտպանության ոլորտներում։ Նա հայտարարել է, որ այսպիսի սպանությունները չեն կարող թույլատրել Իրանի զինված ուժերը եւ ըստ նրա երկրի բանակն ու անվտանգության համակարգը շարունակում են մնալ ամուր ու կազմակերպված։ Խամենեին հավելել է, որ նման գործողությունները չեն խանգարի Իրանի պայքարին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մտահոգություն է հայտնել Դոնալդ Թրամփի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսքը վերաբերում է Իրանի ենթակառուցվածքներին սպասվող հարվածների։ Դյուժարիկը նշել է, որ նման հռետորաբանությունը կարող է հանգեցնել միջազգային իրավունքի խախտումների։ Ընդգծվել է, որ էլեկտրակայանների, կամուրջների եւ այլ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները անընդունելի են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը կրկին կոչ է արել բոլոր կողմերին պահպանել միջազգային հումանիտար իրավունքը։ Նա հիշեցրել է, որ նույնիսկ եթե որոշ ենթակառուցվածքներ համարվեն ռազմական նպատակ, դրանց վրա հարձակումները կարող են արգելվել, եթե դրանք վնասեն խաղաղ բնակչությանը։ Մինչ այդ տարածաշրջանում հումանիտար իրավիճակն է շարունակում վատթարանալ։ Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանված է, տասնյակ հազարավոր մարդիկ ապաստանել են ժամանակավոր կենտրոններում, որոնց մեծ մասը դպրոցներ են։ Շատերը բնակվում են ժամանակավոր պայմաններում, առանց բավարար ծառայությունների, հատկապես ծանր է երեխաների վիճակը։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր կողմերին ապահովել նաև խաղաղապահների անվտանգությունը։ Հակամարտության կողմերից մեկը Եմենի Հութի ուժերը հայտարարել են Իսրայելի դեմ համատեղ ռազմական գործողության մասին։ Ըստ նրանց գործողությունն իրականացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ Լիբանանի Հեզբոլլահի հետ համատեղ։ Հութիների բանակի խոսնակ Յահյա Սարիան նշել է, որ հարվածները իրականացվել են թևավոր հրթիռներով եւ անօդաչու սարքերով։ Թիրախավորվել են Իսրայելի հարավում գտնվող ռազմական եւ ռազմավարական օբյեկտներ։ Նրա խոսքով գործողությունը հաջողությամբ է իրականացվել եւ հասել է իր նպատակներին։ Հութիների ներկայացուցիչը նաեւ գովաբանել է Իրանի դերը, ընդգծելով նրա աջակցությունն ու ներգրավվածությունը։ Նա հայտարարել է, որ այս գործողությունը ոչ միայն ռազմական, այլ նաև բարոյական եւ կրոնական պարտականություն է։ Հայտարարության մեջ նաև ընդգծվել է տարածաշրջանում տարբեր ուժերի միջև համագործակցության կարևորությունը։ Խոսքը վերաբերում է հութիների, Իրանի եւ Հեզբոլլահի միջև համակարգված գործողություններին։ Հարակից մեկ թեմա, Կալիֆորնիայի նահանգապետի ընտրությունները մոտենում են թեժ փուլին եւ Դոնալդ Թրամփն արդեն հրապարակայնորեն աջակցություն է հայտնում իր նախընտրած թեկնածուին։ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է Սթիվ Հիլթոնին, ընդգծելով, որ նրա ղեկավարությամբ եւ դաշնային աջակցության շնորհիվ Կալիֆորնիան կարող է ավելի լավը դառնալ, քան երբևէ։ Նա կրկին քննադատել է գործող նահանգապետ Գևին Նյուսոմին, նրան մեղադրելով բարձր հանցավորության, հարկերի եւ բնակչության արտահոսքի համար։ Նյուսոմը, որն ընտրվել է 2018 եւ 22 թվականներին, այլևս չի կարող առաջադրվել ժամկետային սահմանափակումների պատճառով, ինչն այս ընտրապայքարը դարձնում է բաց եւ անկանխատեսելի։ Հարցումների տվյալները հակասական պատկեր են ցույց տալիս։ Մի հարցման համաձայն դեմոկրատ Էրիկ Սոլվերը փոքր առավելությամբ առաջ է անցնում Հիլթոնից, սակայն մեկ այլ հետազոտության համաձայն Հիլթոնը առաջատար է եւ կարող է լուրջ մրցակցություն ստեղծել։ Թրամփի աջակցությունն էլ կարող է էական տարբերություն տալ այս ընտրապայքարի վրա, հատկապես հանրապետական ընտրողների շրջանում։ Ընտրապայքարը այդուամենայնիվ խոստանում է լինել լարված եւ որոշիչ Կալիֆորնիայի քաղաքական ապագայի համար։ Եվ վերջում վերջին մեկ շաբաթվա մասին։ Այս շաբաթվա ընթացքում ոստիկանության բարձր արագությամբ հետապնդումները հանգեցրել են առնվազն 8 մարդու մահվան, կրկին բարձրացնելով նման գործողությունների վտանգավորության վերաբերյալ քննարկումները։ Վերջին դեպքերը գրանցվել են մի քանի նահանգներում։ Թեքսասում տղամարդը զոհվել է այն բանից հետո, երբ փորձել է փախչել ոստիկանությունից։ Ալաբամայում 4 մարդ է մահացել, երբ ոստիկանության կողմից հետապնդվող մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել ծառին։ Իսկ Կալիֆորնիայում առանձին դեպքերում ոստիկանության հետապնդումների ընթացքում տեղի են ունեցել վթարներ ու զոհվել է 3 մարդ։ Այս միջադեպերը մաս են կազմում այն հարյուրավոր մահացությունների, որոնք ամեն տարի տեղի են ունենում ոստիկանության հետապնդումների ժամանակ։ Մասնագետները երկար ժամանակ է զգուշացնում են նման գործողությունների վտանգների մասին։ 2023 թվականին ոստիկանության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունները կոչ էին արել սահմանափակել բարձր արագությամբ հետապնդումները, թույլ տալով դրանք միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ծանր հանցագործություններին եւ անմիջական վտանգ ներկայացնող կասկածյալներին։ Օրվա լրահոսից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ խաղաղ եւ առողջ եղեք, ցտեսություն։